Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները մարտի 20-ին ժամը 18:50-ին Մայրաքաղաքի Սվաճյան փողոցում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա եւ 34-ամյա երկու տղամարդու եւ վերջինիս վարած Toyota Magnus-ի մեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են 0.24 գրամ մեթամֆետամինի եւ 2.24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, նաեւ էլեկտրոնային կշեռք։ Քրեական ոստիկանները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ նա թմրամիջոցը նույն օրը ձեռք է բերել 34-ամյա վարորդից։ Նույն օրը երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ մարտի 22-ին 34-ամյա տղամարդու վարած Toyota Magnus-ի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ 0.53 եւ 22.92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, նաեւ էլեկտրոնային կշեռք։ 34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով։ Խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։